Դա ինչ ողջույն սիրելի ունկնդիրներ, սիրելի հետևորդներ, շարունակենք գրքի ընթերցումը եւ ես ուզում եմ որպեսի մի 1-2 րոպեով մի բան հուշեմ։ Ուրեմն այո, սա բուն աղվանքի եւ հայոց արևելից կողմանքի պատմությունն է, տարածաշրջանը, ինչպիսի ցեղեր են նաեւ ապրել, հետո ովքեր են եկել, ում են հանել, ովքեր են գաղթել, էթնիկ զտման ենթարկվել կամ վերացել, ընդհուպ մինչև քառակուսի կիլոմետրերով կամ աշխարհագրական բնութագրերով տեղերը նշված են, գյուղերը, գյուղերի բնակիչները եւ այլն, հայաբնակ հատվածը, ովքեր որ հետո եկել են Հայաստանի Հանրապետության տարածք, արդեն անգամ այդ անուններն են իրենց հետ բերել եւ են բարբառները, որոնք որ հազարավոր տարիներ խմորվել են տարբեր ցեղերի հետ եւ նաեւ դրանով է մեր լեզուն հարուստ եւ իր մեջ պահպանում հնագույն հազարամյակների մարդկության հիշողությունները, հա, եւ գիտեք, սրան պետքա վերաբերվել նաեւ մեր սեփական պատմություն, ես այդպես եմ կարծում, որովհետեւ նախ եղել են հայկական տարածքներ այդտեղ նաեւ, հետո եղել է հայկական ազդեցության գոտի, տիրապետության գոտի, այ ինչպես ենք հիմա ասում Ռուսաստանի ազդեցության գոտի, չգիտեմ կայացությունների, այդպես էլ եղել է հայքի ազդեցության գոտի, նրա մեծ մասը հենց հայքի մեջ է ներառված եղել եւ այդ ազդեցությունը իր հետքը թողել է հետո ալբանացիների վրա, աղվանքի քրիստոնեական այնտեղի համայնքի վրա, որտեղ որ կաթողիկոսներ նշանակվել են Հայքից կամ Հայաստանից, ինչպես այսօր ենք անվանում մեր երկիրը, այնպես որ այստեղ կան նաև մեր նախնիների պատմությունը, սա օտար մեկի պատմությունը չի, սա մի տարածքի պատմություն է, որը ամենաշատը թերևս վերաբերելի է հենց մեզ, ոչ թե որևիցե մեկին, եւ մեզ վերաբերելի հատվածն է, որ մեր հարևան երկիրը փորձում է գողանալ, առնվազն մշակութաբանական առումով, հա, եւ զինված լինելը այս ինֆորմացիայով հավատացեք ոչ պակաս կարեւոր է, քան ռազմական իմաստով զինված լինելը։ Եվ ես նաեւ դա է ինձ ստիպում, որպեսզի ես իմ գործը անեմ սիրով, իսկ ովքեր որ կլսեն, ականջ կդնեն, ովքեր որ կողքեվորվեն, կորոշեն գրքից ունենալ, ձեռք կբերեն, երևի կլինի խանութներում, չգիտեմ, որպեսզի ձեռքի տակ ունենան անընդհատ նայելու, որովհետեւ իսկապես դժվար է միանգամից այսքան ինֆորմացիան հիշել, սա պատմագեղարվեստական վեբ չի, որպեսզի տպավորվի այդպես, հա, այստեղ տեխնիկական աշխատանքներն էլ բավականին շատ են։ Իմիջիայլոց ես ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել մեր այն մտավորականներին, գործիչներին, ովքեր որ հիանալի ժառանգություն են թողել մեզ եւ դրանց մի մասը այս գրքում նույնպես օգտագործված է։ Օրինակ Սամվել Կարապետյանը բոլորովին վերջերս մի քանի տարի առաջ ցավոք հրաժեշտ տվեց կյանքին, բայց նրա գործունեությանը ես մշտապես փորձել եմ հետևել այնքանով, որքանով որ կարողացել եմ։ Թույլ տվեք մի տեխնիկական բան այստեղ։ Ահա։ Դե ինչ, շարունակենք ընթերցելը, ես շնորհակալ կլինեմ, որպեսզի դուք էլ ձեր ընկերներին ուղարկեք այս նյութերը, թող տեսնեն, գուցե իրենց հետաքրքրի, հետագայում միանան մեր ընթերցանության հարթակին, որովհետև ես կարծում եմ, որ այս գրքից հետո մենք կխորհենք ավելի հետաքրքիր ձևով, թեկուզ եթե չստացվի տեխնիկապես հագեցվածություն ապահովել, գոնե թե կշարունակենք համենայն դեպս ընթերցել ու թվային աշխարհում, ասենք, այս տեսքով նույնպես թողնել այն ամեն ինչը, ինչը ժառանգած է մեզ։ Գիտեք, ժառանգությունը միշտ չի, որ պետքա վերցնել ու օգտագործել, ժառանգությունը պետքա ուսումնասիրել ու տալ հաջորդ սերունդներին։ Ես չեմ ամենափոքր աշխատանքն եմ հիմա ես այստեղ անում, որովհետև մեծ աշխատանքները աչքիս առաջ դրված են։ Ընթերցենք, տեսնենք մինչև այսօր որքան կկարդանք։ Զաքաթալայի շրջան։ Զաքաթալայի շրջանը կազմավորվել է 1930 թվականին։
շրջանը որպես շրջան, որն ունեցել է 1348 քառակուսի կիլոմետր տարածք եւ ընդգրկել է Աղվան կամ Ալազան, նույնն է թե Ալազան գետի ձախ կողմից մինչև Մեծ Կովկասի ջրբաժան լեռնագիծը։ Այն սահմանակիցը Բելոկանի, Կախի, Սղնախի, Ծիթելի, Ծղարոյի, Ծիթելի կամ Ծղարոյի, Վրաստանում է դա արդեն, եւ Ռութուլի, Դաղստանի շրջաններին։ Իմիջիայլոց, որպեսզի ձեզ հետաքրքիր լինի, այս անվանումները կարող եք փորձել Google պոիսկով, որպեսզի աշխարհագրական դիրքը ինքնուրույն նույնպես պատկերացնեք, հա։ Զաքաթալա պատմական ճառ։ Քաղաքի հայկական համայնքը ձևավորվել է 19-րդ դարի առաջին տասնամյակում, սակայն շրջակա մի շարք բնակավայրերում հանդիպող ճարտարապետական հուշարձանները վկայում են, որ հայերն այստեղ բնակություն են հաստատել դեռևս վաղ միջնադարից։ Բարխուդարյանցի բնութագրմամբ ճառի գավառ, ընթերցենք բնութագիրը, գավառս, որ ընկած է Կախավան և Զաքաթալի արևմտյան գետակների Դարբանդյան պարսպի շարունակության և Բաղասական հարավային դաշտաբերանի շարունակության մեջ ստացած է Կամբեջան, Կապիճան, Ճար, այժմ Ճառ և Զաքաթալա անունները։ Նույն բնակավայրը այս անուններն է ունեցել։ Ցավոք սրտի ստիպված ենք ասել, որ բացի ճառի ներողությունս քարտեզների հատվածը անցնենք, ցավոք սրտի ստիպված ենք ասել, որ բացի ճառի հայերից գավառումս չկան այժմ ուրիշ հայեր, զիշատ գյուղերի հայերն ընդունած են մահմետական կրոնը։ Մինչև 17-րդ դարասկիզբը մեծաթիվ հայեր են բնակվել Դիպան, Բուխովու, Մամրուխ և այլ գյուղերում։ Ազգային և կրոնական հալածանքները 18-րդ դարի առաջին կեսին հարկադրել են Զաքաթալայի Թալա, Ղում և Մարսան գյուղերի հայ բնակիչներին ընդունել իսլամ։ Քաղաքում գողտնից տեսեք, մենք մինչև հիմա գիտենք, թե միայն Օսմանյան կայսրությունն ում է, որ պարտադրված են եղել մեր նախնիներից օրմանք հենց ցեղասպանության շրջանում թեկուզ ընդունել իսլամ, որպեսզի փրկեն իրենց կյանքը, իրենց ընտանիքին, բայց վաղ միջնադարից միջնադարից այս գործելավոճը եղել է։ Եվ գուցե նաև դա է պատճառը, որ շատ ադրբեջանցիներ, երբ կամ վախենում են գենետիկ բան հանձնել, անալիզ հանձնել, կամ էլ երբ հանձնում են, էշշանում են, թե որտեղից իրենց մեջ հայերը։ Ազգային և կրոնական հալածանքները 18-րդ դարի առաջին կեսին հարկադրել են Զաքաթալայի Թալա, Ղում և Մարսան գյուղերի հայ բնակիչներին ընդունել իսլամ։ Քաղաքում Գողթնից, Արցախից, Վրաստանից հաստատված հայերը 1851 թվականին կառուցել են Սուրբ Գևորգ եկեղեցին, որտեղ տեղավորվել են նախ եկեղեցի են կառուցել։ Այսինքն, գիտեք, ես ուզում եմ հիմա խոսույթ կա տենց, չէ՞, այդ խոսույթը իհարկե իրական է, բայց պետք է դա ընդլայնվի։ Ոչ միայն եկեղեցին է մշտապես հայերից կողքին եղել, այլ նաև հայերն են մշտապես եկեղեցու կողքին եղել, ուր գնացել կառուցել են իրենց հայ լինելը կապել են եկեղեցու հետ եւ դրանով կարծես յուրատեսակ ձևով հարկադրել նաև, որպեսզի այնտեղ եկեղեցական ծիսակատարություններ կատարվեն, այսինքն քահանա նշանակվի եւ այլն։ Այսինքն փոխադարձ է եղել այդ կրոնը մեր մեջ է։ Սուրբ Գևորգ եկեղեցին շինեցավ հայոց 1851 թվին Զաքաթալու Ղարիպական հայոց վաճառականած տրոք նև արդեամբն Սրբոյն Գևորգայի զորավարին ի ժամանակս ռուսաց թագավորության Նիկոլայ Պավլովիչին
եւ ի հայրապետության հայոց Տեառը ներսեսի է կաթողիկոսին։ Ի ժամանակը սոցա փոխարքայն էր գնյազ Վարանցովն, կնյազ երևի, գնյազ Վարանցովն եւ տեղոյս զորագլխապետ գեներալ Գրիգոր գնյազ Որփելանովն եւ քահանային էր Տեր Մարտիրոս Տեր Դանիելովն եւ թվականն հայոց ՌԵ 1851։ Սա արդեն այդ պայմանը հայ-ռուս-պարսկական պատերազմներից հետո էր եւ քանի որ այդ տարածքներին ա վերաբերում հասկանալի է թե որքան շատ ավելի մեծ էր ռուսական ազդեցությունը, որովհետեւ Հայաստանի ներկայիս հանրապետության տարածքում բնակչությունը այդքան շատ չէր ու անգամ ռուս-պարսկական պայմանագրով կար այնտեղ կետ պարտադրանք, որ եւ առավելություններ այն հայերին, ովքեր Պարսկաստանից ներկայիս կտեղափոխվեն ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում ապրելու եւ դա նաեւ պարսիկների պարտադրանք էր, որ հանկարծ խոչընդոտներ չլինեն, ապահովեն նրանց եւ այլն, դե հաղթանակած կողմներ, թելադրող կողմներ եւ այստեղ էլ ունեն առավելություններ եւ տեղափոխվում էին։ Այնպես որ այս ռուսասիրությունը այս ժամանակներում ոչ միայն սովետական միությունից է գալիս, այլ հենց այս ժամանակներից եւ ներգաղթյալները, որոնք որ հազվադեպ լինեին Օսմանյան կայսրությունից գաղթականները արդեն ցեղասպանության տարիներից հետո ներգաղթեցին, որովհետեւ այդ ժամանակ ավելի ընդունված էր եվրոպական կողմ գնալ, հայերը գնում էին դեպի Եվրոպա։ Եվ այստեղ ավելի այդ ազդեցության ժողովուրդներ են տեղավորվել, ովքեր ընկալում են եւ մտածում են, որ այո, իրենց ռուսը փրկել է, որովհետեւ ռուսի հանդեպ ունեն հետեւյալ վերաբերմունքը, որ նրանք նույնպես քրիստոնյա են ու իրենց չեն պարտադրի կրոն փոխել։ Մնացած առումներով միևնույնն է ուծացման խնդիր միշտ դա եղել է կայսրություններում։ Սուրբ Գևորգ եկեղեցուն կից գոյատևել է մինչև 1988 թիվը։ Հիմնվել Սուրբ Վարդանյան դպրոցը մինչև 1953 թիվ։ Քաղաքը 1916 թվին ունեցել է ավելի քան 4500 բնակիչ, որից 2165 հայ բնակիչ, կեսը կարելի ասել, որոնք զբաղվել են ու բավականին մեծ է եղել, որոնք զբաղվել են հիմնականում առևտրով եւ արհեստներով։ Շրջանի տարածքում պահպանված բազմաթիվ գյուղերի եւ գյուղատեղիների թվականակը, ինչպես նաեւ դրանցում կամ այլուր եղած կիսավեր կամ ավերակ վանքերն ու եկեղեցիները վկայում են, որ միջին դարերում եւ ընդհուպ մինչեւ ԺԷ դարի սկզբներն այստեղ արկա եղել քրիստոնյա հոծ բնակչություն։ ԺԷ դարերում, դա 17-ից 18-րդ դարերն են, իրար հաջորդած իրադարձություններով պայմանավորված նախ 1603-ից 1604 թվականները Շահ Աբբասի կազմակերպած քրիստոնյաների բռնագաղթը Պարսկաստան, հետո մահմեդականների վերաբնակեցումը վերջիններիս բնակավայրում, ապա մնացած քրիստոնյաների հալածանքը եւ բռնի դավանափոխումը հանգեցրել էին նրան, որ արդեն ԺԹ, այսինքն 19-րդ դարի սկզբներին, երբ տարածքը անցել է Ռուսաստանի տիրապետության տակ, տեղում քրիստոնյա բնակիչներ գրեթե չեն մնացել։ Շահ Աբբասը, ես իսկապես Շահ Աբբասին չեմ կարող ավելի քիչ դատապարտել, քան Թալյատ Փաշային օրինակ, մեր հայկական իրականության մեջ։ Շահ Աբբասը այդ ժամանակների են, չգիտեմ ոնց ասեմ, մի խոսքով բացասական հետ կա թողել հայ ժողովրդիս կյանքում եւ անգերազանցելի էլի, sense կարելի ասել։ Եվ նրանց ես կարող եմ հանգիստ տեղավորել Սուլթան Համիդի կամ երիտ թուրքերի կողքը, էլի իրենց գործունեությունով։ Ահա։ Շահ Աբբասի կազմակերպած քրիստոնյաների բռնագաղթը Պարսկաստան, հետո մահմեդականների վերաբնակեցումը վերջիններիս բնակավայրերում, ապա մնացած քրիստոնյաների հալածանքը եւ բռնի դավանափոխումը հանգեցրել էին նրան, որ արդեն ԺԹ, այսինքն 19-րդ դարի սկզբներին, երբ տարածքը անցել է Ռուսաստանի
տիրապետության տակ տեղում քրիստոնյա բնակիչներ գրեթե չեն մնացել։ Զաքաթալայի գավառում հայերի ներկայությունը դարերի պատմություն ունի, որի ապացույցը Էջմիածնապատկան Թասմալուր գյուղի Զակյան եւ Վարխյան մահմեդականացած հայ գյուղերի կախ առևտրական ավանի եւ շատ այլ բնակավայրերի գոյությունն են։ Բուն Զաքաթալա քաղաքում հայերի հաստատվելու ժամանակը համարվում է ԺԹ դարի սկզբները։ Քաղաքի բնակիչները բոլորն էլ գաղթականներ են։ Ագուլիսից, Շուշիից, Սղնախից, Գանձակից եւ այլն, եւ գաղթականությունը սկսվել է մոտավորապես 1818 թվականից, երբ միայն մի քանի ընտանիք էին, իսկ այժմ հասնում է մոտ 300 տան, որոնցից 200-ի չափ հայեր են։ Առևտրի զարգացման տեսակետից հարմար դիրքում գտնվող Զաքաթալայի հայերը զբաղվել են վաճառականությամբ, ինչի մասին հիշատակվել է 1844 թվականին։ Զաքաթալոյի փողոցի բնակյալ վաճառականքս Զաքաթալայում 1854 թվականին գործել են 125 կրպակ, իսկ 1872 թվականին քաղաքում գոյություն ունեցող 120 խանութներից միայն 15-ի տերերն են եղել օտարազգի, մյուսները եղել են հայապատկան։ Գավառում 1884 թվականին բացի վաճառականությունից հիշատակվում են նաև այլ արհեստներ։ Սրանք բոլորն էլ համարյա թե պարապում են վաճառականությամբ, մասամբ արվեստներով եւ այգեգործությամբ։ Զաքաթալա շրջանի բնակավայրերի տարածքներում մեծ թիվ են կազմել պատմաճարտարապետական հուշարձանները, Մամրուխ, Օխախդերե գյուղերի մոտ պահպանված կիսավեր եկեղեցիները, Դիպան, Բուխովլու գյուղատեղիները կիսավեր եկեղեցիներով, գերեզմանոցներով, Զաքաթալա քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցին, գերեզմանոցը եւ այլն։ Զգալի թվով հայեր են բնակվել նաև մոտակա Կախավան գյուղաքաղաքում 19-րդ դարի վերջին 480 1916 թվականին 365 բնակիչ, հայ բնակիչ։ Պահպանվել է եկեղեցին հայ վրացական համատեղ գերեզմանոցով։ Աղվանքում 1918-ից 1920 թվականներին ծավալված հակահայկական խժդժությունների հետևանքով Զաքաթալայի հայ համայնքը ստիպված է եղել գաղթել, ինչի հետևանքով այստեղ 1921 թվականին մնացած է եղել ընդամենը 1064 հայ բնակիչ, որոնց թիվը հետագա տասնամյակներին կրկին շարունակաբար նվազել է։ Զաքաթալայի այսինքն սովետական շրջանում, երբ արդեն այս տարածքները սովետական Ադրբեջանում են, սովետական շրջանում թաքնված բաները շարունակվել են, էլի են, որ դիսկոմֆորտներ էին ստեղծում արհեստական բան, իհարկե ոչ ուղիղ, որ չկարողանային ինչ-որ կերպ հիմնավորել, բայց մաքրում էին իրենց տարածքը հայեր։ Աղվանքում 1918-ից 1920-ական թվականներին ծավալված հակահայկական խժդությունների հետևանքով Զաքաթալայի հայ համայնքը ստիպված է եղել գաղթել, ինչի հետևանքով այստեղ 1921 թվականին մնացած է եղել ընդամենը 1064 հայ բնակիչ, որոնց թիվը հետագա տասնամյակներին կրկին շարունակաբար նվազել է։ Զաքաթալայի շրջանի բնակավայրերից են Զաքաթալա քաղաքը, Կախ կամ Կախավան գյուղաքաղաքը, Բուխովու, Դիպան, Թալա, Ղում, Մարսան գյուղերը։ Զաքաթալայում են ծնվել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, թատրոնի եւ կինոյի դերասան Դավիթ Մալյանը, հայ բանաստեղծ թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանը, ճարտարապետ Շմավոն Ազատյանը, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ ռեժիսոր Գրիշա Արզումանյանը եւ այլք։ Զաքաթալա քաղաքը ճար քաղաք։ Զաքաթալա պատմական ճար քաղաքը գտնվում է շրջանի կենտրոնում, Շաքի Բելոկան մայրուղու վրա, Կովկասյան անտառապատ լեռների հարավ-արևմտյան ստորոտին։ Քաղաքը շինված է Կովկաս լեռնաշղթայի լեռնաբազուկների ծոցն մտած մի երկրալեզու հովտի վերայ, որ փոքր-ինչ թեքված է հյուսիսից հարավ։ Բնակիչք են հայ, վրացի, մահմետական եւ լեգզի։ Տեսեք, հայ վրացի արդեն ազգ են այստեղ
նշվում, հա, եւ լեքսկի, իսկ մնացածները դեռ մահմետական, այսինքն կրոնով։ Գիտեք, այս խոսակցությունը ես իմ եթերներով շատ ունեցել եմ, որ առհասարակ բոլոր ժամանակներով չի, որ ազգությունով են բնութագրել, հա, մարդկանց։ Նախ հարցրել են ովքեր են քո նախնիները, ասենք հայկյան ցեղից ես ինչի, եւ անգամ երբ որ մենք Աստվածաշնչում հանդիպում ենք, չէ՞ որ Քրիստոսին ասում են դու ով ես, ասում է ես ինչի որդի, ես ինչի որդի, ես ինչի որդի, ես ինչն եմ, այսինքն գերդաստանը ցեղն է նշում, ու դա եզակի երևույթ չի, դա այդպես է եղել։ Հետո եկել է ինչ-որ մի շրջան, որ արդեն ասել են դու ովքեր են քո աստվածներով են սկսել ճանաչել։ Եկել է մի շրջան, որ ում հպատակն ես դու, որ թագավորի, որ իշխանի, որ մելիքի եւ ազգով բնութագրել, հա, հետո էլի կրոնով քրիստոնյաներ, մահմետականներ, հետո արդեն եկել է ինչ-որ մի շրջան, որ ազգությամբ են սկսել նշել հայեր, վրացիներ, մյուս, իհարկե նոր ժողովուրդները հնարավոր անգամ չեն էլ կարողացել իրենց ազգության մասին խոսել, հետո արդեն քիչ-քիչ եկել է, ձևավորվել է, դարձել է այսօրվա դրությամբ ինչ են ասում, որտեղի քաղաքացի է, որ պետության քաղաքացի է, որը դարձյալ ինչ որտեղ հպատակության մասին է, չէ, որ երկրի քաղաքացի ես, այսինքն որ պետության հպատակն ես։ Ու այդքանով սա հետաքրքիր է, որ այստեղ արդեն այդպես են նշում։ Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, ու եթե մարդիկ կան մի անհամաձայնություն կունենան, շատ շնորհակալ կլինեմ, եթե մեկնաբանություններում ընթերցեմ այլ կարծիք, բայց հիմնավոր իհարկե, որպեսզի ես ինքս էլ ինչ-որ բան սովորեմ ձեզանից։ Պատվական է օդն, կլիման եւ ջուրն։ Քաղաքն գրեթե ծածկված է գեղեցիկ մշակված պարտեզներով եւ այգիներով։ Առատ է ջուրն տարվան բոլոր եղանակներում։ Վասն որոյ ջրարպի են բոլոր ցանքսերն, ծառատունկներն եւ մանջարանոցներն, եւ առատ ամեն բերքերեն, ինչպես էին Շաքիի քաղաքում։ Քաղաքի հայկական համայնքը ձևավորվել է 19-րդ դարի առաջին տասնամյակում, սակայն շրջակա մի շարք բնակավայրերում հանդիպող ճարտարապետական հուշարձանները վկայում են, որ հայերն այստեղ բնակություն են հաստատել վաղ միջնադարից։ Քաղաքի անվանման համար կա մի ավանդություն, ըստ որի ժամանակավ Զաքար եւ Թալայ անուն երկու եղբայրց մին Զաքար հյուսիս-արևելյան կողմը ճար գյուղի մեջ կբնակի եղեր, իսկ Թալայ հարավակողմը Թալայ գյուղի մեջ, եւ թե այս երկու անունից միացմամբ հորջորջվեր է երկու գյուղից մեջ գտնված քաղաքն Զաքար Թալայ, եւ հետզհետե գործածվելով տառն ոչնչացել է։ Ճառից վերև կայ մի լեգզինաբնակ գյուղ, որի գլխավորի անունն եղած է Զաքարա։ Ռուսներն տիրապետելուց վերջ ճառը փոխած են Զաքաթալա, միացնելով Զաքա կրճատյալ անունը Թալա անվան հետ։ Մինչև 17-րդ դարի սկիզբը մեծաթիվ հայեր են բնակվել Դիպան, Բոխովու, Մամրուխ եւ այլ գյուղերում։ Ազգային եւ կրոնական հալածանքները 18-րդ դարի առաջին կեսին հարկադրել են Զաքաթալայի, Թալա, Ղում եւ Մարսան գյուղերի հայ բնակիչներին ընդունել մահմեդականություն։ Քաղաքում հաստատված հայերը Գողթնից, Արցախից, Վրաստանից 1851-ին կառուցել են Սուրբ Գևորգ եկեղեցին։ Դե գիտեք, կարող է ձեզ թվա պատմությունը կրկնում է, բայց ոչ, նորից է վերահաստատում, որովհետև շրջան, գավառ, գյուղ, հա, որպեսզի տարընկալում չլինի, նույն եկեղեցու մասին է այն ինչ որ ասվել է այնտեղ, որպեսզի ամրապնդվի։ Պահպանվել է մինչև 1980-ական թվականներ է միջայլոց, որին կից հիմնել Սուրբ Վարդանյան դպրոցը։ Գործել է մինչև 1953-ին։ Ինչի մասին հիշատակում է Բարխուդարյանցը, ընթերցենք հիշատակումը։
Հայք, որ կազմում են բնակչության մեծամասնությունը, գաղթած են Արցախից, Ագուլիսից, Գանձակից և Սղնախից և զբաղվում են վաճառականությամբ և ամեն տեսակ արվեստներով։ Ունին Սուրբ Գևորգ անուն մի հոյակապ, փառավոր և մեծ եկեղեցի, որ իր հարավային դռան ճակատին կրում է սույն արձանագրությունը։ Շինեցավ եկեղեցիս հայոց 1851 թվին Զաքաթալա ղարիպական հայոց վաճառականած տրոքն և արդյամբ նանվամբ սրբոյն Գևորգայ զորավարին ի ժամանակս թագավորության Նիկոլայ Պավլովչին և ի հայրապետության հայոց տեղը Ներսեսի կաթողիկոսի։ Ներողություն։ Ի ժամանակս սոցա փոխարքայն էր գնյաց Վարդանովն և Վարանցովն և տեղվոյս զորագլխապետ գեներալ Գրիգոր Գնյազ Որփելյանովն և քահանա էր տեր Մարտիրոս տեր Դանիելովն և թուականն հայոց ռ.ե. 1851 Ավազանի ճակատին հիշատակ է դաշտեցի Հոհաննիսի որդոց Ստեփանովներին 1851 Դասի աջակողմյան Սյան վերայ 1852 կանգնեցավ Սյունը ստրոք Կանջեցի Սարգսի Պողոսի Յարությունի Շահպարոնյանց ի հիշատակ իրենց Դասի ձախակողմյան Սյան վերայ 1852 կանգնեցավ Սյունս ձախիկ Ղարաբաղցի Սարգսի Դավթի և Մարգարի Բարխուդարյանց ի հիշատակ իրենց Եկեղեցուս մոտ է Սուրբ Վարդանյան տղայոց Միդասյանս ուսումնարան, որի մեջ ուսանում են 58 աշակերտ, որից թոշակառու 48 48, իսկ ձրիավարժ, այսինքն որով թոշակատու, այսինքն վճարովի, իսկ ձրիավարժ 10 աշակերտ, վարժապետաց միամյա ռոճիկ 964 ռուբլի, ծուխ 170, երկար կյանք 100 տարի, պատկերացնում եք, քաղաքը 1876 թվականին ունեցել է 1117 բնակիչ, 1886 թվականին ունեցել է 1231 բնակիչ, որից 510 հայ բնակիչ, 1896 թվականին ունեցել է 2803 բնակիչ, 1908 թվականին ունեցել է 3890 բնակիչ, 1914 թվին ունեցել է 3562 բնակիչ, ստեղ մի քիչ իջել է, 1916 թվին ունեցել է 4500 բնակիչ, որից 2165-ը հայ բնակիչ, 1988 թվականին ունեցել է 70 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվել են հիմնականում առևտրով և արհեստներով, արդեն քչացել են, էլի։ Զգալի թվով հայեր են բնակվել նաև մոտակա Կախ գյուղաքաղաքում։ 19-րդ դարի վերջին 480 հայ բնակիչ, 1916 թվին 365 հայ բնակիչ, որտեղ պահպանվել է եկեղեցին հայ-վրացական համատեղ գերեզմանոցով։ Սակայն Զաքաթալայի հայ համայնքը պակասել է 1918 թվականին տեղի ունեցած թուրք մուսաֆաթականների կազմակերպած կոտորածի և տեղահանության պատճառով։ Այստեղ 1921 թվականին մնացած է եղել 1064 հայ բնակիչ, որոնց թիվը հետագա տասնամյակներին ավելի է նվազել։ Վերջին 70 հայ ընտանիքները հարկադրված լքել են իրենց բնօրժանը 1988 թվականին։ Զաքաթալայում հայոց եկեղեցի կառուցելու ստույգ թվականը հայտնի չէ։ Եկեղեցու մասին առաջին վկայություններից մեկը վերաբերում է 1833 թվականին, իսկ 1844 թվականին հիշատակվում է։ Իմիջի Սուրբ Գեորգյանց եկեղեցոց մեր, որ կառուցյալ է աստի իմեջ փողոցից նոր Զաքաթալայի։
Նույն 1840-ական թվականների վերջերին զաքաթալացի հայերը անցալով Գանձակի Սուրբ Հովհաննես եկեղեցու ավագ քահանա Մարտիրոս Տեր Դանիելյան Տեր Հովհաննիսյանցի խորհրդին ձեռնամուխ են եղել նոր քարաշեն եկեղեցու կառուցմանը եւ թեև շինարարական աշխատանքների հիմնական մասը կատարվել էր 1851-ից 1852 թվականներին, այդ են վկայում եկեղեցական վիմագրերը, սակայն 1868 թվականի աշխատանքները դեռ չվերջացած եկեղեցական ողջ գումարը ծախսված է եղել միայն եկեղեցու շինարարության վրա, ընդ որում 1883 թվականին կառուցվել է նաև զանգակատուն։ Եկեղեցու արևմտյան դռան ճակատային մասում հայտնաբերվել է ևս մեկ արձանագրություն։ Սուրբ Գավիթը շինացավ տրոք Արթեամբն Սղնախեցի Ստեփան Գրիգորովին 1851 ամի թիվ էլի։ Գանք Կախիի շրջան, որը նույն տարածքում էր Զաքաթարայի հետ։ Կախի շրջան Կախավան գյուղաքաղաքը։ Կախիի շրջանի տարածքը կազմում է 1494 քառակուսի կիլոմետր եւ սահմանակից է Դաղստանին, Վրաստանի Դեդոփլիս Ծղարոյի, Զաքաթալայի, Շաքիի, Եվլախի եւ Խալլարի շրջաններին։ Շրջանի տարածքում գտնվող 60 գյուղերի մեծ մասը 18-րդ դարում եղել են բռնությամբ մահմեդականացված վրացական գյուղեր, իսկ մի քանիսն էլ նույն բռնությամբ մահմեդականացված հայկական Զագյան, Թասմալուր, Մարսան եւ Մալղ գյուղերը։ Շրջանի վարչական կենտրոնը եղել է Կախ Ավանը, որը հիշատակված է եղել դեռևս 1760 թվականին, որպես հայերով բնակեցված բնակավայր։ Կախ Ավանում հաստատված առաջին հայերը եղել են առևտրականներ, ինչի մասին վկայել է ճարտարապետ Ռ. Իսրայելյանի հայրը Սարգիս Իսրայելյանը, որը դարասկզբին ուսուցչություն է արել Կախ Ավանում։ Դեռ 1770 թվականներին հին Նախիջևանի գավառից մի քանի հայեր առևտրական նպատակով գալիս են այս կողմերը եւ ցրվելով զանազան վրացական եւ թրքական գյուղեր սկսում են պարապել վաճառականությամբ, պարապել այսինքն զբաղվել։ 1872 թվին Մշակի թղթակից Մ. Քոչարյանցը նշել է. Զաքաթալու նահանգում հայերն սկսել են բնակվել մոտ 100 տարի սրանից առաջ։ Ոմանք ասում են, թե սրանից 200 տարի առաջ Կախումը հայք կրպակներ են ունեցել։ Մեկ այլ հաղորդման մեջ նշված է, թեև Աղուանից հայերից ոչ ոք չէր մնացել Կախում, բայց 1826 թվականից հետո սկսեցին վաճառականության նպատակով գալ ագուլեցիք։ Նրանց վաճառականությունը ձեռնտու լինելով Կախում սկսեցին հետզհետե ստվարանալ եւ բնակություն հաստատել։ Ուշագրավ այս վկայությունները միանգամայն հավաստի ու վավերական են, քանի որ արդեն 1766 թվականին Կախը հիշատակվել է որպես գրչօջախ, գրիչ Ստեփանոս քահանա նույնինք Աշուխ Սայաթ Նովան, գրեցավ ի Կախոյ քարվանսարեն։ Սայաթ Նովան Կախից է եղել։ Կախ Ավանի հայերը 1872 թվականին արդեն ունեցել են 70 կրպակ, իսկ այլազգին, դրա համար էլ բոլոր լեզուներին լավ տիրապետել են։ Բայց իսկապես կարելի է ստուգել։ Իսկ այլազգիներն ընդամենը 5-ից 6 Ավանի հայերին որպես ոչ բնիկների 19-րդ դարում ռուսական իշխանություններն արգելել են հող գնել, ինչի համար առանձին փորձերը պատժվել են։ Հայերին իբրև ոչ տեղացիների կառավարությունը թույլ չի տալիս հող գնելու։ Եղել են նույնիսկ այնպիսի դեպքեր, որ հայի գնաց հողը կառավարությունը ստիպել է ետ տալ, որի ժամանակ քիչ չէ տուժել հայը, ստանալով իր միանվագ վճարած գումարը մի որևիցե հողի համար մաս, երբեմն էլ միմիայն մի մասը։ Գլխավորապես առևտրով զբաղվելով հանդերձ ի դարում արդեն համայնքն ունեցել է իր արհեստավորները, որոնք
գաղթել են Ագուլիսից, Ցղնայից եւ հարևան գյուղերից։ Մի խոսքով զոկեր են, պարապում են վաճառականությամբ, կան փոքր թվով նաեւ արհեստավորներ։ Առևտրի ասպարեզում հայերի մենաշնորհն իր դիրքերը կտրուկ զիջել է միայն 1905 թվականի հայ-թուրքական ընդհանումների հետևանքով։ Հայերը մնում են պաշարված դրության մեջ, միանգամայն կտրվելով դրսի աշխարհից։ Իսկ տեղական մթերքները պետք էր որ արտահանվեն, եւ ահա հանդես են գալիս կամ ավելի շատ մոմենտը ծնում է այնպիսի անձնավորություններ, որոնք օգտվելով առիթից առևտուրը, ինչպես եւ մթերքների արտահանությունը գցում են իրենց ձեռքը։ Քանի որ սա հիշատակում է ժամանակներից, մոմենտ բառը կարող էր օգտագործվել ռուսերենից։ Հենց սրանով կարելի է բացատրել այն, որ այժմ Կախավանում հայկական գաղութում չկան այն աչքի ընկնող վաճառականները, որոնք եղել են նախքան հայ-թուրքական ընդհարումները։ Վիճակագրական տվյալների համաձայն Կախ Ավանը 1851 թվին ունեցել է 858 բնակիչ, 1876 թվին ունեցել է 3139 բնակիչ, որից 1081 լեզգի բնակիչ, 2058 քրիստոնյա բնակիչ, քրիստոնյա բնակիչների մեծ մասը ԺԵԺԹ դարերում եղել են բռնությամբ մահմեդականացված վրացիներ, որոնցից շատերը ռուսական տիրապետության հաստատումից հետո ու վերջիններիս հովանավորությամբ կրկին վերադարձել են իրենց նախնյաց հավատքին։ Ներողություն։ Կախի բնակիչների մի մասը 1891 թվին մի վավերագրում հիշատակվում են որպես հունադավանություն ընդունած լեռնականներ։ Բնակիչք են նորադարձ հունադավան լեռնականք։ Ավանի հայ համայնքը 1890 թվի սկզբին ունեցել է 40 տուն, 382 հայ բնակիչ։ 1913 թվին ունեցել է 65 տուն հայ բնակիչ։ Կախ Ավանը 1984 թվին ունեցել է 17 հայ բնակիչ, որոնք բռնագաղթի են ենթարկվել 1988 թվականին։ Ավանի երեխաները հաճախել են գավառապետ Բեհբուդ Շելկովնիկյանի ջանքերով 1874 թվականին հիմնադրված Արքունի պետական դպրոցը, որ գլխավորն է ոչ ունի նոքա հայերը, դպրոց եկեղեցական եւ մանկունք նոցա հաճախելով անդ ի հունադավանից դպրոցն զուրկ են միանգամայն ի գիտությունը մայրենի լեզվի եւ կրոնի։ Ահա ինչերի է բերում դպրոցի բացակայությունը, դեռ 1870-ական թվականներին են դրա մասին խոսել, իսկ 21-րդ դարում 2026 թվականին ասել, որ դպրոց կառուցելը ինչ օգուտ է տալիս, կներեք սա լուրջ չի, էնել քննարկում դրա շուրջ կազմակերպել ազգային ժողովում, սա չգիտեմ, ողբերգությունը։ Կախ Ավանում հայկական ծխական դպրոց բացելու թույլտվություն ստանալու համար հոգաբարձությունը 1893 թվականին խնդրագիր էր ուղարկել թեմական առաջնորդ Կարապետ Սրբազանին։ Ավանի եկեղեցական ծխական դպրոցը 1896-1905 թվականներին կառավարության հրամանով չի գործել, գրեթե 10 տարի, 9 տարի։ Իսկ վերաբացումից հետո արդեն 1909 թվականին դպրոցը հայտնվել է նյութական ծանր վիճակում եւ կանգնած է եղել փակվելու վտանգի առջև։ Վարժուհի Մարիամ Իսրայելյանի հիմնած կանանց ընկերությունը փորձել է նվիրատվությունների օգնությամբ դպրոցը դուրս բերել այդ վիճակից։ Նույն թվականին շուրջ 70 աշակերտ ունեցող դպրոցի մասին մամուլում նշվել է։ 5-րդ տարին է ինչ գոյություն ունի մեր եկեղեցու ծխական դպրոցը։ Այժմս նա ունի 5 բաժանմունք, տեղավորված 3 դասարաններում,
Դասատուները թվով 3-ն են, տեղական քահանան, 1 վարժուհի և 1 ուսուցիչ։ Կրթօջախի հետագա ահա թե նաև ինչու են այն ժամանակ ուսուցիչներին շատ հարգել ու պատվել, որովհետև եղել է գյուղի լուսավորիչը տվյալ ուսուցիչը, մի ուսուցիչ, պատկերացնում եք։ Կրթօջախի հետագա գործունեությունն ապահովվել է Կովկասի հայոց բարեգործական ընկերության Զաքաթալայի բաժանմունքի միջոցներով, որը 1914 թվականին ունեցել է 55 աշակերտ։ Կախ Ավանի հայերը 1840 թվականին սեփական միջոցներով կառուցում են եկեղեցի, այն օծելով Սուրբ Աստվածածին անվանումով։ Ագուլեցի մի վաճառական 1887 թվականին եկեղեցուն նվիրել է Գևորգ Բաշինջաղյանի կտավներից մեկը։ Այդ մասին մամուլը հաղորդում է. Նորերումս Կախի եկեղեցին զարդարվեցավ մի գեղեցիկ և փառավոր պատկերով։ Պատկերը ներկայացնում է Սուրբ Կույսը, որ իր գոգում գրկած ունի մանուկ Հիսուսին։ Դրա երկայնությունը գրեթե 1 սաժեն է, իսկ լայնությունը 2 արշին։ Այդ պատկերը նկարված է Թիֆլիսում և նկարիչ Բաշինջաղյանի գործն է։ Ս. Իսրայելյանը 1909 թվականին այսպես է նկարագրել արդեն նորոգման կարիք ունեցող եկեղեցին։ Այս եկեղեցին Սուրբ Աստվածածն է, դրսից ներկայացնում է մի հասարակ տուն և ներսից է, որ ջահերի և պատկերների շնորհիվ եկեղեցու նմանություն է տալիս։ Սրան էլ խանգարում են այն մի շարք սյուները, որոնց վրա կառուցված է վերնատունը և եկեղեցին միանգամայն այլանդակում է։ Ունի 2 դուռ, 5 գյուղական կրունկավոր և չափից դուրս ցածլիկ։ Խորհրդային տարիներին թուրքերը եկեղեցին հիմնովին քանդել են։ Անգամ այս տեսակ, այս վիճակում գտնվող եկեղեցին հիմնովին քանդել են։ Բուխովու գյուղի ավերակները գտնվում են Ճար գյուղի հյուսիս-արևելյան կողմում, լեռների մեջ։ Գյուղն ունեցել է հայկական եկեղեցի, նրան կից գերեզմանոց, սակայն հետագայում բնակիչները չդիմանալով հալածանքներին, ճնշումներին, նաև մահմեդականություն ունենալու վտանգներին, տեղափոխվել և Սղնախի մոտերքում հիմնել են նոր բնակավայր, այն անվանելով Բուխովու։ Բացի տեղափոխված գյուղերից շրջանի տարածքում բազմաթիվ են մահմեդականություն ընդունած գյուղերը, որոնք ունեցել են հայկական վանքեր, եկեղեցիներ, գերեզմանոցներ, ինչի մասին հիշատակում է Բարխուդարյանցը։ Ճառի հյուսիս-արևելյան կողմում լեռների մեջ կա Բուխովլու անուն հայ գյուղատեղի, եկեղեցի և հանգստարան, որի բնակիչներն նույն պատճառով տեղափոխված են Սղնախի կողմերում հիմնված են Բուխով անուն գյուղը։ Բացի տեղափոխված հայ գյուղերից բազմաթիվ են մահմեդականություն ընդունած գյուղեր, հանգստարաններ, եկեղեցիներ և մինչև անգամ վանքեր, զորս ձանձրալի համարելով մեջ բերել մի առ մի բավականանում ենք այս չափով։ Միայն հայտնում ենք, թե մահմեդականությունն որ ճգնած է ոչնչացնել թեան ներքին և արտաքին նշանները և հիշատակները, ցարդ չէ կարողացած անհետացնել հայկական անունները և տիպերը իր միջից, ինչպես են Թունիլար, Յաղոբ, ախր այս բանն էլ գրապարով որ գրված է, այնպես վատ շրիֆտով է գրված, գոնե հակառակը լիներ էլի։ Յաղոբ Օղլի, Կարապետ Ուշաղի, Պետրոս Բաղի, Մալքումերի, Ամիրջան Ավի, Արզուման Օղլը և այլ շատ ազգանուններ։ Սա Բուխովուն։ Դիպան գյուղի ավերակները գտնվում են Ճար գյուղի արևելյան կողմում։ Գյուղն ունեցել է հայկական եկեղեցի, նրան կից գերեզմանոց։ Սակայն հետագայում չդիմանալով հալածանքներին, ճնշումներին, նաև մահմեդականություն ընդունելու վտանգներին, այս գյուղի բնակիչները նույնպես տեղափոխվել են Սղնախի մոտերքը, հիմնել են նոր բնակավայր, այն անվանելով Դիպան, ինչի մասին հիշատակում է Բարխուդարյանցը։
Դիպան ավերակ գյուղատեղի, որ գտնվում է ճառի արևելյան կողմում։ Գյուղից հայ բնակիչներն անճարացյալ լեգզիների անընդհատ ավերմունքներից փոխադրվում են Սղնախի կողմ և հիմնում մի գյուղ Դիպան անուն, չուզենալով մոռանալ իրենց նախնի գյուղի ցանկալի անունը, բայց թողած են մի եկեղեցի, որ շինված է երկհարկ, մին բոլորովին գետնափոր և մյուսն շինված նորավերա է։ Գետնափորն ունի միայն մի մուտք վերնահարկի արևմտյան կողմից իբրև գաղտնի դուռն։ Երևի թե գետնահարկումս պահած են եկեղեցու զարդերը և անոթները ավարառուներից զգուշանալու հեռատեսությամբ։ Վերնահարկն ըստ ամենայնի ունի հայաստանյաց տաճարների բոլոր հատկությունները, կամարներն շինված են կոփածոյ չիչ քարով, իսկ մնացյալն անտաշ որցաքարով, բայց այժմ խոնարհած է եկեղեցու գավիթն, տակավին մնում են գյուղատեղումս ընկուզի և շագանակենի ծերունի ծառերն։ Հիմա Զագյան գյուղը գտնվում է Կախ ավանից 19 կիլոմետր դեպի արևմուտք, Ալազան գետի ափից 4 կիլոմետր հեռավորության վրա, հարթ տեղանքում։ Ինչպես նշում է Սամվել Կարապետյանը, գյուղի հայ բնակիչների ծագման խնդրին վերաբերող տեղեկությունները հակասական են։ Լրատվական մի հաղորդման համաձայն գյուղի մահմեդական բնակիչները, որոնք աչքի էին ընկնում իրենց աշխատասիրությամբ, ծագումով հայեր էին։ Մեկ այլ վկայության համաձայն զագյանցիները յենգիլոներ են։ Թասմալուր գյուղը, որն անվանվել է նաև Թասմալի, գտնվում էր Զագյան գյուղից 3 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք։ Հնում գյուղը եղել է հայաբնակ, սակայն գյուղի բնակիչները 18-րդ դարում բռնությամբ մահմեդականացվել են, ինչպես նշում է Կարապետյանը։ Հայտնի է, որ Հակոբ Դ. Ջուղայեցի կաթողիկոսի 1655-1680 օրոք այս գյուղը կախեթի տիրակալները նվիրաբերել էին Էջմիածնի վանքին։ Կախեթու պարոն Թեմուրազ խանն և իր որդի Հերակլն և իր կին Խորի Շաննի մեջ Կախեթու և Քիսեղու ի Էնիսուլ կոչեցյալ նահանգոջն զգեող մի Թասմալուր կոչեցյալ տան Յակով կաթողիկոսին Ջուղայեցոյ ամենայն բնակչոքն ամենայն այգեստանիոքն ջրոքն և ամենայն պարագայիքն ի ծառայություն սրբոյ աթոռես ի հիշատակ հավիտենական ի թուրջն մերում ի բազմակետ գիտ, երևի ինչ-որ բառա, որ չի հասկացվել, զղապալայն վրացերեն երեսն գրեցյալ ցուցական։ Թալա գյուղը գտնվում էր Ճառ գյուղաքաղաքին մոտ, հնում գյուղը եղել է հայաբնակ, սակայն գյուղի բնակիչները 18-րդ դարում բռնությամբ մահմեդականացվել են, ինչի մասին հիշատակում է Բարխուդարյանցը։ Թալա գյուղն, որ մոտ է Ճառին, եղած է հայ, բայց այժմ մահմեդական է։ Ղում գյուղը գտնվում է Ճառ գյուղաքաղաքին մոտ։ Հնում այս գյուղը նույնպես եղել է հայաբնակ, սակայն բնակիչները 18-րդ դարում բռնությամբ մահմեդականացվել են, ինչի մասին հիշատակում է Բարխուդարյանցը։ Ղում գյուղի բնակիչներն, որ կընդունված են մահմեդականություն, եկեղեցին, որ շինված է մեծ և հաստ թրծյալ աղյուսով, մնում է կանգուն, միայն խոնարհված է գմբեթն և ճաքած է գագաթնագծից արևելքից արևմուտք։ Մարսան գյուղը գտնվում էր Կախ շրջկենտրոնից 11 կիլոմետր դեպի արևմուտք Թասմալուր և Կախ բնակավայրերի միջև։ Գյուղի մասին Բարխուդարյանցը նշել է. Մարսան գյուղի բնակիչներն, որ Կախավանից ներքև է, եղել են էջմիածնապատկան և ամեն տարի վճարած են գավազանապտուղ մայր աթոռին, ինչպես վկայում են ծերունիք։ Հայաբնակ այս գյուղի
Բնակիչները 11-րդ դարի սկզբին վիճակագիր աղբյուրներում հիշատակվում են իբրև յենգիլոներ, իսկ 18-րդ դարում բռնությամբ մահմեդականացվել են։ Ինչ, այս մի գլուխներ կարելի ասել կարդացինք Զաքաթալայի շրջան, մյուսը Իսմայիլի շրջան, Կոկիսոն գավառ։ Տեսնում եք ինչքան մեծեր ունենք նաև այնտեղ, որ ծնվել են ու տեղափոխվել հետո արդեն Հայաստանի Հանրապետություն, ճիշտն ասած ես առաջարկում եմ, քանի որ շրջաններն ենք հիմա կարդում, ոնց հասկանում եմ, Իսմայիլի շրջանը թողնենք հաջորդ ընթերցանությանը, մի րոպե տեսնենք մի հատ ոնց է գալիս ցանկը, հա, Աղդաշի գյուղաքաղաք, Եվլախի շրջան, Զաքաթալայի շրջան, Կախի շրջան, մյուսը Իսմայիլի շրջան։ Տեսեք, եթե հիմա մենք կարդանք Իսմայիլի շրջանը, կիսատ կմնա, որովհետև մոտ 26 էջից է բաղկացած, այստեղ արդեն շրջաններն են, չգիտեմ, հետո եկեք սենց մի հատ ցանկը ձեզ ասեմ, այստեղից են կոմա, Իսմայիլի շրջան, Կոկիսոն գավառ, Կուտկաշեն, Գաբալա, Ղապալա, գավառ շրջան, Կուտկաշենի գավառ, սրանք արդեն մի բանի մեջ են, Շամախու գավառ շրջան, որը շատ հետաքրքիր կլինի ուսումնասիրել, իր քաղաքով, Գարդման գավառ, Աղսուի շրջան, Շամախի, հետո Գարդման ենք գալիս, Վարդաշենի շրջան, Շաքի, Կապաղակ, Ղապալա, Աղվանից Չողա, Վատնյան, Դաշտի, Գերեզման, Դերբենտի խանություն, Աղվանից դուր կամ Դերբենտ բերդաքաղաքը, Ճղբազ գավառ, Ղուբակ, Քիլվարի, Լփնած երկիր, Լփնած մայրաքաղաքը, Բաքու քաղաքը, Ջավաթի գավառ, Սալյանի գավառ, հետո հավելված 1, գրականություն հավելված 2։ Լավ, իմ կարծիքով ավելի լավ է սա թողնենք վաղը, հա? Ավելի լավ է թողնենք վաղը։ Նորմալ։ Դե շնորհակալություն, այսօր էլ ահագին իմացանք այն տարածքներից, որը երբեմնի հայկական ազդեցության գոտում են եղել և ապրել են հայեր, ընդհուպ մինչև 1988 թվականը, շնորհակալություն իսկապես այս ծավալուն աշխատանքը հավաքած Մարտին Մանուկյանին, հեղինակին, ով ուսումնասիրել է տարբեր աշխատություններ և այստեղ տեղավորել ինֆորմացիա, գումարած դրան այնտեղ դուք չեք տեսնում, այնտեղ նշումներ կա, այդ մեջբերումները և այլն, թե որ մեջբերումը որտեղից է վերցված, որտեղից է ծաղկակղազված, ու վստահ եմ այդ գրքերն էլ իրենց հերթին բավականին մեծ ինֆորմացիա են պարունակում։ Շնորհակալություն, այսքանով եզրափակենք, սիրելի ընթերցասեր հասարակություն, արդեն պատրաստվենք մեր եթերներին քաղաքական առումով։ Սա զուգահեռ ահագին հարստացնում է մեր պատկերացումը գոնե տարածաշրջանի հետ կապված, որ միայն երբ որ խոսում ես հայք, մեծ հայք, մեր տարածքները այս կողմ են կողմ և մոտավոր պատկերացում ես ունենում դա ինչպես են, դրանք տարբեր բաներ են։ Դե ինչ, լավ մնացեք, հաջորդ նյութը բնականաբար կտեղադրեմ արդեն վաղը, ցտեսություն։